Ոչ մեկ չի խուսափում ասել, օրինակ, որ ես ճնշման խնդիր ունեմ, կամ ունեմ շաքարային դիաբետ, կամ չգիտեմ, վահանաձև գեղձի խնդիր եւ այլն։ Բայց հանրահայտ մարդիկ չեն ասում Հայաստանում, որ իրենք ունեն էպիլեպսիա եւ դրանով ահռելի աշխատանք կկատարեն մյուսների համար, այն երեխաների համար, որոնք ունեն դա եւ դրանով ապրում են արդեն։ Ինքը բարձացավ բեմ եւ սկսեց իր ելույթը այսպես ես այսինչն եմ եւ ես ունեմ էպիլեպսիա։ Սա ցնցեց ամբողջ այդ սրահը, որովհետեւ ոչ ոք չէր սպասում, որ կատարում կատարցի աղջիկը վեր կենա եւ պատմի իր հիվանդության մասին։ Այն մենք էլ պիտի այդպիսի հասարակություն ունենանք։ Աշխարհում շատ համաշխարհային դեմքեր ունեցել են էպիլեպսիա։ Դոստոևսկին, տաղանդավոր հանճարեղ առաջնորդներ, Վան Գոգը, Նապոլեոնը, այո, եւ Ժաննը դ'Արկ, այո, եւ ովքեր են եղել նրանք, ինչ կյանք են ունեցել եւ ինչ հեղաշրջումներ են արել աշխարհում։ Եթե ինչ-որ մեկը ունի ձեռքբերովի էպիլեպսիա, որովհետև տրավմա է տարել կամ նեյրոինֆեկցիայով հիվանդացել է եւ այդ պատճառով հետո սկսվել են էպիլեպտիկ նոպաները, դա երբեք չի ասում, որ իրեն երեխան պետք է ունենա էպիլեպսիա, բացառվում է։ Հաղորդման գործընկերն է Հայ-Էկոնոմ բանկը։ Բարև ձեզ հարգելի հետևորդներ, այսօրվա մեր զրուցակիցը Կատարի պետական հիվանդանոցի բժիշկ էպիլեպտոլոգ, Վեյլ Քորնելի բժշկական համալսարանի դոցենտ Գայանե Մելիքյանն է։ Բարև ձեզ բժշկուհի, շատ շնորհակալ եմ մեր հրավերն ընդունելու համար, վստահ եմ օգտակար զրույց ենք ունենալու։ Ձեզ եմ շնորհակալ։ Հայաստանում դեռևս կա այն միտքը, երբ մենք ասում ենք էպիլեպսիա, հանրությունը մտածում է, որ դա դատավճիռ է։ Ինչ ստատիստիկա ունենք աշխարհի մակարդակում, արդյոք այնտեղ եւս դատավճիռ է, թե միայն Հայաստանն է այսպես սուր վերաբերվում էպիլեպսիային։ Էպիլեպսիան ընդհանրապես մանկական հասակում եւ մեծահասակների մոտ ամենահաճախակի հանդիպող քրոնիկական հիվանդություններից մեկն է եւ ամբողջ աշխարհում 50 միլիոն էպիլեպսիայով հիվանդ կա։ Տարբեր երկրներում բնականաբար մոտեցումը տարբեր է եւ կա ստիգմա բոլոր երկրներում եւ նույնիսկ ամենազարգացած երկրներում Եվրոպայի եւ Ամերիկայում այդ ստիգման կարող է լինել։ Հարցը այստեղ միայն լուսաբանման մեջ է, թե ինչքանով են մարդիկ իրազեկված այդ էպիլեպսիայի մասին, չեմ ուզում հիվանդություն անվանել, եւ ընդհանրապես մեր նախագծի մեջ հիվանդություն բառը չկա, կա մարդ, անհատ, երիտասարդ, երեխա, որը ունի էպիլեպտիկ նոպա։ Մենք չենք ուզում դա անվանել էպիլեպտիկ հիվանդություն եւ խնդիրը Հայաստանում կարծում եմ իրազեկման բացակայության մեջ է, այդ պատճառով իրենք շատ սուր են ընդունում եւ չունեն շատ հարցերի պատասխանները։ Շատ հաճախ մարդիկ մտածում են, որ էպիլեպսիան պարզապես նոպան է, ցնցումներն են։ Կա էպիլեպսիայի տեսակ, որը կարող է ուղեկցվել առանց ցնցումների։ Այո, էպիլեպսիայի շատ տեսակներ կան, ավելի քան երևի 30-35 տեսակներ, համր ընթացող էպիլեպսիա, որ նույնիսկ արտաքինից ոչինչով չի երևում եւ միայն էլեկտրոենցեֆալոգրամմայով կարող եք տեսնել, որ ենթակլինիկական ցնցում ունի մարդը, առանց որևէ տեսողական ֆենոմենի։ Հայաստանում շատ հաճախ թաքցնում են, որ երեխան ունի էպիլեպսիա, շատը վախենալով երեխայի հետագա կյանքի որակի հետ կապված խնդիրներից եւ դրանում միանշանակ մեղավոր է հանրությունը, մեղավոր ենք մենք մեր արձագանքներով, հատկապես թաքցնում են նկատելի աղջիկ երեխաների դեպքում եւ մտածում են, որ չի ամուսնանա, չի մայրանա, կվախենան, հարց տանեն եւ այլն եւ այլն։ Մեր նախնական զրույցի ժամանակ դուք շատ լավ բաներ ասացիք այս թեմայի հետ կապված, որ կցանկանամ ասեք նաև եթերում։ Խնդրեմ, որքանով է դատավճիռ։ Ես շարունակեմ իմ գործընկեր Ալին Հերլոփյանի միտքը, որը վերջերս ձեր հյուրն էր եւ շատ լավ լուսաբանեց այդ մասին, ընդհանրապես դատավճիռ չի եւ բոլորը կանայք կարող են մայրանալ, կարող են կերակրել կրծքով, ուղղակի պետք է ճիշտ հակացնցումային դեղեր նշանակել, որպիսի խնդիր չառաջանա։ Օրինակ նորից պետք է նշեմ, որ դեպակինը, որ այդքան լայնորեն կիրառվում է Հայաստանում, որովհետեւ ինքը բավականին տարածված եւ էժան դեղ է, մեծ մասամբ ամբողջ աշխարհում չի թույլատրվում։ Կնոջը, որը որ պետք է մայրանա,
15 տարեկանից բարձր, ասենք թե, որևէ մեկին նշանակել։ Այսինքն դա շատ վատ կատեգորիա է եւ արգելվում է եվրոպական երկրներում, մեզ մոտ Կատարում նաեւ արգելվում է ըստ համաշխարհային էպիլեպսիայի լիգայի օրենքի եւ ընդհանրապես օգտագործել այդ դեղերը, որոնք կարող են հորմոնալ փոփոխություններ առաջացնել, որոնք կարող են խանգարել մայրացմանը եւ այնուհետեւ լուրջ փոփոխություններ առաջացնել հենց պտղի մոտ, դեֆեկտներ առաջացնել պտղի մոտ։ Եթե գիտենք դա, եթե գիտենք ինչ դեղեր պետք է նշանակել, որ իրենք ավելի լավ տանեն ու ավելի առողջ երեխա ունենան, հետո կարողանան կերակրել, ապա դա որևէ խնդիր երբեք չի կարող ներկայացնել։ Դու ասեմ, որ ընդհանրապես 32% ռեֆրակտեր էպիլեպսիայի տեսակներ կան։ Ռեֆրակտեր նշանակում է, որ դեղորայքին չեն ենթարկվում, միևնույն է նոպաները շարունակում են, բայց ներկայիս էպիլեպտոլոգիայի մեջ արդեն դեղորայքը ստեղծումը այնպես է զարգացել, արդյունաբերությունը ակնկալում է, որ այդ տոկոսը պետք է քչանա, եւ եթե ճիշտ դեղորայք եւ ճիշտ բուժում նշանակվի, ապա շատերը կլինեն նոպայից ազատ եւ դա չի խանգարի իրենց կյանքի որակի վրա։ Նրանք կարող են աշխատել, նրանք կարող են մայրանալ, նրանք կարող են կերակրել իրենց երեխաներին։ Ես ձեզ օրինակով ասեցի, որ ես Կատարում եմ աշխատում, Կատարը միջին արևելքում է եւ պետք է ենթադրել, որ արաբական երկիրը շատ ավելի մեծ սիգմա պետք է ունենա, մտածելով, որ դև է մտել հիվանդի մեջ, պետք է դևին հանել եւ այլն, նման բաներ կան։ Բայց մեր աշխատանքի, մեր գիտական աշխատանքի արդյունքում մենք շատ հաճելիորեն պարզեցինք, որ աշխատունակությունը շատ բարձր է էպիլեպսիայով հիվանդների շրջանակներում Կատարում, որտեղ մարդիկ գալիս են աշխատելու եւ եթե նրանք լավ բուժված են, adekvat բուժված են եւ չունեն նոպաներ, դա որևէ ձևով չի կարող խանգարել, որ նրանք աշխատեն տարբեր ասպարեզներում։ Իհարկե հայտնի է, որ էպիլեպսիա ունեցող հշեջները եւ օդաչուները չեն կարող աշխատել, միայն այդ երկու մասնագիտությունն է, որ արգելված է, վտանգավոր է աշխատել, մնացած այդպիսի մասնագիտություն չկա։ Նույնիսկ զինվորները, որոնց մոտ հայտնաբերվում է, նրանք դուրս չեն գալիս աշխատանքից, ուղղակի փոխում են աշխատանքի տեսակը, ավելի օֆիսային աշխատանք են անում, բայց որևէ մեկը այդ պատճառով չի ազատվել աշխատանքից եւ դա Կատարում, արաբական երկրում։ Ինձ թվում է դա պարծենալու առիթ է տալիս եւ պատճառը նա է, որ մենք ունենք adekvat դեղեր, իսկ հավատացած եմ այստեղ էլ կան այդ դեղերը, որ պետք է նշանակել հատկապես կանանց, որ բարդություններ չառաջանա եւ ճիշտ լուսաբանումը։ Եթե մարդիկ իմանան էպիլեպսիայի մասին, ինչպես պետք է վարել եւ ինչպես պետք է պայքարել ստիգմայի այդ խարանների դեմ, կարծում եմ, որ նույն իրավիճակը կլինի նաեւ Հայաստանում։ Նկատելի է նաեւ, որ հանրահայտ մարդկանց մեջ չկան մարդիկ, ովքեր բարձրաձայն են, ասեն, որ օրինակ ես ունեմ էպիլեպսիա։ Երբ որ ունենում են այլ առողջական խնդիր, մենք շատ հաճախ իմանում ենք, որովհետև ոչ մեկ չի խուսափում ասել, օրինակ, որ ես ճնշման խնդիր ունեմ, կամ ունեմ շաքարային դիաբետ, կամ չգիտեմ, վահանաձև գեղձի խնդիր եւ այլն։ Բայց որտեղ է խնդիրը, որ հանրահայտ մարդիկ չեն ասում Հայաստանում, որ իրենք ունեն էպիլեպսիա եւ դրանով ահռելի աշխատանք կկատարեն մյուսների համար, այն երեխաների համար, որոնք ունեն դա եւ դրանով ապրում են արդեն։ Իմ կարծիքով նորից նույնն է, այսինքն ոչ ճիշտ ընկալումը հասարակության մեջ, միևնույն է դու հայտնի ես թե հայտնի չես, հասարակությունը եթե ճիշտ չի ընկալում, որտեվ կրթված չի, նույն խնդիրների առաջ պիտի կանգնի, որտեվ ինքը չի ուզում, որ բոլորը իրեն նայեն, քննադատեն եւ ասեն, որ այս մարդը էպիլեպսիա ունի, ընկնում է անընդհատ եւ այլն, խղճան, ամենաշատը դրանից են խուսափում, որ չքննադատվեն, ուրիշ աչքով չնայեն։ Եվ այդ պատճառներից մեկն էլ այս նախաձեռնության դա է, որ մենք ուզում ենք վերացնել նման վերաբերմունքը մարդկանց, որ իրենց նկատմամբ խղճանք չլինի եւ իրենք այդ խարանը չապրեն, այդ ստիգման չապրեն։ Ոչ մի տարբերություն չկա, կարծում եմ իրենք էլ այդ պատճառով չեն լուսաբանում։ Խոսենք հենց նախաձեռնությունից, հրաշալի նախաձեռնություն է, որի շրջանակում էլ երևի թե գտնվում եք Հայաստանում եւ խորագիրն է ինձ ուզել խարանից աջակցություն։ Խոսենք մանրամասները նախագծի մասին, ինչ անհրաժեշտություն ունի այդ նախագիծը, ինչպես որոշեցիք, որ Հայաստանում անհրաժեշտ է, որ Նախագծի հեղինակը մեր գործընկեր Ալին Հերլոպյանն է, որին ճանաչում եք արդեն,
եւ ֆինանսավորումը իրականացնում է Ելի համալսարանը, Global առողջապահական ինստիտուտը, Ելի, որ իրականացնում է այդ շատ կարևոր ծրագիրը Հայաստանում եւ ամբողջ աշխարհում, բայց Հայաստանը մտել է այդ ծրագրի մեջ։ Պետք է իրականացվի նախագիծը մանկական հիվանդանոցներում առայժմ, առաջի փուլն է 3 հիվանդանոցներում՝ Արաբկիրում, Վիգմորում եւ Մուրացանում, եւ յուրաքանչյուր հիվանդանոցում մենք ունենք թիմ, որը պետք է աշխատի այդ էպիլեպսիա ունեցող երեխաների, երիտասարդների եւ իրենց ծնողների հետ։ Ինչու է կոչվում խարանից աջակցություն, որովհետև այդ տվյալները, որ մենք կստանանք հարցաթերթիկների միջոցով որպես արդյունք, վերլուծությունը կուղարկվի Հայաստանի առողջապահության նախարարություն, կրթության, սպորտի եւ մշակույթի նախարարություններ, որպիսի մշակվի համապատասխան ռազմավարություն էպիլեպսիա ունեցող երիտասարդների եւ երեխաների կյանքի որակը բարձրացնելու, բարելավելու առողջապահական ծառայությունները եւ որպիսի մարդիկ կարողանան ճիշտ ինքնընկալում ունենալ էպիլեպսիա ունենալու պարագայում եւ հասկանան ինչպես պետք է կառուցեն իրենց փոխհարաբերությունները շրջակա միջավայրի հետ, իրենց շրջապատի հետ, ասենք դպրոցում սովորող երեխաները իրենց դպրոցական ընկերների հետ, ուսուցիչների հետ, ինչպես նաեւ դրսում շրջապատի միջավայրի հետ։ Ինչ ակնկալիք ունեք, մասնակցությունը մեծ կլինի թե ոչ, եւ պետք է պարտադիր մեր լսարանի համար նշենք, որ գաղտնիությունը անձերի պարտադիր պահպանվելու է, չնայած նրան, որ այնտեղ կա համաձայնության, չէ, հարցաթերթիկ, որը կարող է շատերի համար այսպես խուսափելու պատճառ դառնա։ Խնդրում եմ այս մասով խոսենք, լուսաբանենք եւ նաեւ նշենք, որ այս ամեն ինչը արվում է իսկապես երեխաների եւ դեռահասների, մեծահասակների կյանքի բարձր որակի համար եւ յուրաքանչյուրը թող ունենա իսկապես բարձր պատասխանատվություն, որպեսզի մասնակցի իր մասնակցությամբ թե իր երեխայի կյանքի որակի հարցը լուծի, թե հետագայում նոր ծնվող երեխայի կամ գուցե մեկ այլ մեծահասակի։ Շնորհակալություն Անուշ ջան, շատ կարևոր բան նշեցիք։ Ուրեմն մասնակցությունը 7-ից 18 տարեկան երեխաների եւ երիտասարդների շրջանակներում է, 7-ից 16 տարեկան ծնողը պետք է թույլատրություն տա, որ երեխան ստորագրի այդ համաձայնության թերթիկը, այսինքն ծնողի հետ պիտի գա սենյակ եւ ծնողը առանձին պետք է լրացնի նաեւ այդ հարցաթերթիկը։ Եվ 16-ից հետո, 16-ից բարձր մինչեւ 18 տարեկան ըստ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի արդեն երիտասարդները կարող են իրենք որոշել, որ լրացնում են այդ հարցաթերթիկը առանց ծնողի թույլատվության։ Իհարկե, եթե իրանք ուզենան, ծնողը պետք է ներս մտնի։ Մենք կարող ենք ծնողին կանչել, որ իրեն ներկայությամբ հարցերը տա։ Եվ մենք ոչ մի անուն չենք նշելու, այսինքն լինելու է անանուն, գաղտնիությունը 100%-ով ապահովված է, անհատները, որոնք ունեն էպիլեպսիա կամ նրանց ծնողները, կոդավորված են լինելու հատուկ թվերով, եւ այդ ամբողջ ինֆորմացիան հավաքվելու է Ելի համալսարանի Red Cup server-ը կոչվում այնտեղ, եւ 7 տարի դեռ կարող է պահպանվել, եւ եթե ինչ-որ մեկը ուզում է իր տվյալները հետ կանչել, ենթադրենք ինչ-որ մի բան է ուզում փոխել կամ չի ուզում, որ այդ տվյալները օգտագործվի, կարող է անմիջապես կապվել թիմի աշխատողների հետ, Բյայնա Գագիկովնայի Սուխուդյան, Նունե Գոյմջանի, Ալինի Հերլոպյան, մասնավորապես Ալինի, որտեղ դա լինելու է Ամերիկայում, այսինքն բոլոր այդ թերթիկների մեջ կա Ալինի կոնտակտային տվյալները եւ մարդիկ կարող են հետ կանչել իրենց տվյալները, եթե ուզենան, բայց գաղտնիությունը 100%-ով պահպանված է, մենք չենք պատրաստում այդ ինֆորմացիան տալ ձեր բուժող բժշկին, ձեր ուսուցչին, ձեր ընկերներին, որևէ մեկը դա երբեք չի տեսնելու։ Այդ տվյալները միայն վերլուծվելու են եւ օգտագործելու են իշահ էպիլեպսիա ունեցող երիտասարդների, մեծերի եւ երեխաների, այսինքն դա դեռ երեխաների շրջանակներում է կատարվում, բայց ձեր ձայնը շատ կարեւոր է, որովհետեւ դրա հիման վրա մենք պետք է բարելավենք շատ երիտասարդների ու երեխաների կյանքի որակը եւ պայքարենք խարանի դեմ։ Դրա համար ես քաջալերում եմ, խնդրում եմ, որ բոլորդ գաք եւ մասնակցեք այդ հարցմանը, որովհետեւ դրա արդյունքում շատ բան է փոխվելու բոլորի համար, հենց ձեր երեխաների համար եւ նաեւ մնացած այդ հազարավոր երեխաների ու երիտասարդների համար, որոնք ունեն էպիլեպսիա եւ որոնք ուզում են աշխատել, որոնք ուզում են լավ կյանքի որակ ունենալ, դա շատ կարեւոր նախաձեռնություն է, որը կօգնի մեզ այդ հարցում խարանի դեմ պայքարելու։
Եթե մեզ լսեցին եւ ուզում են մասնակցել, ինչպես են մասնակցելու, որ օրերին եւ որտեղ են ներկայանալու։ Օրը կընտրվի հետազոտողի կողմից, որովհետև յուրաքանչյուր հիվանդանոց ունի իրեն հիվանդները, որտեղ հսկվում են իրենք։ Մի օր են գալու ընդամենը, կրկնակի երբեք չենք կանչելու։ Գալու են մի օր իրենց ծնողի հետ, մտնելու են սենյակ, ընդհանուր 60-ից 90 րոպե է տևում, այսինքն 30 կամ 45 րոպե երեխայի հետ, մնացած ժամանակը, մնացած 45 րոպեն ծնողի։ Եվ վերջ, որևէ այլ հետազոտություն չի արվելու, դա միայն հարցաթերթիկ է եւ հարցերին պետք է պատասխանեք։ Այսինքն չի նախատեսվում, որ պետք է EEG արվի, էլեկտրոէնցեֆալոգրամմա կամ ինչ-որ բուժական միջամտություն կամ անալիզներ կամ որևէ այլ միջամտություն չկա։ Այստեղ միայն հարցաթերթիկին հարցերին պետք է պատասխանի եւ օբյեկտիվորեն լրացվեն հարցաթերթիկները։ Ես առնչվելով տարբեր մասնագետների հետ, նաև ձեր շնորհիվ էպիլեպսիայի հետ կապված, իսկապես հասկացա, որ էպիլեպսիան ոչ միայն վախենալու չի, այլ ավելի վախենալու է մեր հանրության արձագանքը եւ հանրության մոտեցումը։ Դուք բացի բուժելը եւ բուժման հետ կապված քայլեր անելը հսկայածավալ աշխատանք եք կատարում, իրազեկում եք նաև։ Ինձ հետաքրքիր է, անձամբ դուք ինչպես որոշեցիք, որ այս ճյուղը պետք է ընտրեք։ Նախ ես որոշեցի նյարդաբան դառնալ, որովհետև 4-րդ կուրսում իմ ուսուցիչը գենետիկ էր ու նյարդաբանության գենետիկայով էր զբաղվում, շատ հետաքրքիր էր, այդ հիվանդներին տեսնելով, ես միանշանակ որոշեցի, որ ես պիտի նյարդաբան դառնամ։ Ուսուցիչը շատ կարևոր է, որ քեզ քաջալերի ուղղությունը ընտրելու։ Իսկ էպիլեպսիա ընտրեցի, որովհետև երբ որ ռեզիդենտուրա ընդունվեցի, Վահան Ժիրայրիչն էր մեր ղեկավարը, Դարփինյան, երջանկահիշատակ, որը որ մահացել է հիմա, մեր բոլորիս ուսուցիչն է, իմ Բիայնայի, Նունեի, ինքը էպիլեպտոլոգ էր, որակավորված եւ բացեց էպիլեպսիայի հանրապետական կենտրոնը Էրեբունիում, որը որ ես հետո իրեն մեկնելուց հետո 2006-ից 10 թվականը ղեկավարեցի։ Ով որ չգիտի, ասեմ, որ կա մեծահասակների կենտրոն, էպիլեպսիայի կենտրոն, որը Էրեբունի բժշկական կենտրոնում է, որը լավ հագեցած է տեխնոլոգիայով, այնտեղ մենք ունենք եւ սովորական EEG-ներ եւ երկարաժամկետ էլեկտրոէնցեֆալոգրամմա, որը կարող է 2, 3, 4 օր գրանցել նույնիսկ դիագնոստիկայի համար եւ շատ բարձր որակավորված մասնագետներ։ Դուք ինքներդ նշեցիք մեծահասակների մասով, ես հարց նախապատրաստել էի, որովհետև անընդհատ խոսում ենք երեխաների հետ կապված եւ այսպես ասեմ, քանի որ վերջին շրջանում է, վերջին տարիներին է ավելի շատ իրազեկումը մեծացել, արդեն մեծահասակները ակամայից իրենց երեխա լինելու տարիքը, դեռահասությունը անցել են ավելի դժվար փուլով եւ իրենք մեծահասակ են, դառնում է շատ անարդար բան, հիմա միայն այսպես ասած կենտրոնանում են երեխաների վրա եւ մեծահասակները լուսանցքից դուրս են հայտնվում։ Կան արդյոք նախագծեր, որ մտածված են, արդեն պետք է իրականացնեն, կամ շատ լավ է, որ նշեցիք, որ կա նաև մեծահասակների համար նախատեսված, որովհետև օրինակ ես տեղյակ չէի։ Կարծում եմ, որ սա առաջի փուլն է, առաջի փուլով նախատեսված է 7-ից 18 տարեկան երեխաների եւ երիտասարդների շրջանակներում հարցմանը։ Երկրորդ փուլով ես ակնկալում եմ, որ մենք պետք է աշխատենք եւ մեծահասակների հարցումներ իրականացնենք, տեսնենք ոնց է աշխատում սա, առաջի փուլը։ Ճիշտ ասած, ես շատ մեծ օպտիմիզմով եմ խնդրել եկել այստեղ, որ խոսենք դրա մասին ու խնդրեմ մարդկանց, որ իսկապես քաջալերվեն եւ գան մասնակցության։ Ես մտածում եմ, որ մասնակցությունը շատ ակտիվ է լինելու, որովհետեւ սա իսկապես օգնելու է շատ առաջին հերթին այդ ստիգմայի դեմ պայքարել եւ աշխատանքի առումով եւ ընտանիք կազմելու, ամուսնության առումով շատ հարցերի պիտի պատասխանի եւ մենք ուզում ենք, որ այս բոլոր տվյալները ներկայացնենք մեր կառավարությանը, որպեսզի հատուկ ռազմավարություն մշակվի, որ մարդիկ աշխատանքի տեղավորելու համար չթաքցնեն իրենց էպիլեպտիկ նոպաները, որ ունեն այդ նոպաները, որ հանգիստ եթե լավ մասնագետ է, եթե պետք է այդ մասնագետը ինձ, ապա ես պետք է իրեն վերցնեմ աշխատանքի ու կարևոր չի արդեն ինքը իր անամնեզում ունի էպիլեպտիկ ցնցումները, թե ոչ։ Սա պետք է բարձրաձայնվի, որովհետև Հայաստանում կան բարձր մասնագիտացված բժշկական կենտրոններ, հիմա ես պետք է ասեմ դրա մասին նաև միգուցե շատերը չգիտեն, որ մենք այսօր ունենք էպիլեպսիայի վիրահատական կենտրոն, Արաբկիր բժշկական կենտրոնում, որը զբաղվում է նաև մեծահասակների վիրահատությամբ։ Արաբկիրը մանկական հիվանդանոց է, բայց մենք ձեռք ենք բերել այդ իրավունքը այնտեղ նաև մեծահասակներին վիրահատելու եւ Բիայնա Սուխուդյանը շատ հսկայական աշխատանք է արել, որպեսզի վիրահատական միջամտությունը եւ բուժումը լինի Հայաստանում, դա շատ դժվար է։
դա շատ թանկ եւ շատ դժվար ծառայություն է, բայց այսօր մենք փառք ու պատիվ մեր էպիլեպտոլոգներին մենք ունենք այդ ծառայությունը եւ ֆունկցիոնալ վիրահատությունը, DBS-ը, Deep Brain Stimulation խթանումը, ապարատային խթանումը, որը նորից էպիլեպսիայի բուժման մեթոդ է հանդիսանում, ինչպես նաեւ Պարկինսոնի եւ այլն, մենք ունենք այդպիսի զարգացած կենտրոն մասնագետներով, որը կարող է անել այդ վիրահատությունները։ Ունենք այդ կենտրոնները, բայց չունենք խարանով զբաղվող ազգային ներկայացուցչական կենտրոններ։ Էպիլեպսի բյուրո է կոչվում դա ամբողջ աշխարհում, ցավոք Հայաստանում չկա, եւ այս նախագծի արդյունքում մենք պիտի ստեղծենք նաեւ այդ ներկայացուցչական կետերը, որ զբաղվի մարդկանց ադապտացիայով եւ խարանով, որ աչակցի մարդկանց, որպեսզի իրենց կյանքի որակը բարձրանա եւ իրենք կարողանան լիարժեք անդամ զգալ հասարակության ունենալով էպիլեպտիկ նոպաներ։ Ինչպիսի հանրություն եք ուզում տեսնել եւ առհասարակ ձեր ոլորտում էպիլեպսիայի հետ կապված, ինչպիսի լուծումներ եք ուզում տեսնել 5 կամ 10 տարի անց։ Ուզում եմ տեսնել ավելի իրազեկված, էպիլեպսիայի մասին ավելի գիտակ հասարակության, որոնց համար էպիլեպսիա ունենալը արգելք չի հանդիսանում, որովհետև նորից եմ ասում, աշխարհի տարբեր երկրներում այս խարանը կա, միայն Հայաստանում չէ, ուղղակի մեդիան շատ լավ է աշխատում, ենթադրենք Ամերիկայում կամ Եվրոպայում եւ այլն, եւ կոնֆերանսներ են կազմակերպում, այ կուզենայի, որ էպիլեպսիայի կոնֆերանսները մի քիչ ավելի հաճախակի լինեին, իհարկե դա ֆինանսական խնդիր է, դժվար է կազմակերպել միջազգային մակարդակի, բայց էլի անում են եւ BIN-ան եւ Samsung-ը շատ են աշխատում այդ ուղղությամբ, բայց միջազգային կոնֆերանսների ժամանակ միշտ, ինչպես դուք ասում եք, մեջը հայտնի մարդիկ կան, ասենք դերասաններ, սպորտսմեններ եւ այլն, որոնք նկարում են տեսահոլովակներ եւ քաջալերելով մարդկանց, խոսելով իրենց էպիլեպսիայի մասին։ Ես մի բան եի ուզում պատմեի, որ կատարցի մի աղջիկ, արաբ, շատ համարձակ էր եւ իմ միջոցառումներից մեկի ժամանակ, միջազգային կոնֆերանսներից մեկի ժամանակ, ես իրեն խնդրեցի, որ ինքը ներկայացնի էպիլեպսիա ունեցող մարդկանց կողմից, որպես ներկայացուցիչ լինի, եւ ինքը համաձայնվեց։ Ինքը շատ հայտնի ընտանիքից է, շատ հայտնի։ Զարմանալիորեն ինքը համաձայնվեց, որտեղ շատ համարձակ աղջիկ էր եւ ինքը ուներ շատ դժվար բուժվող էպիլեպսիա, vagal nerve stimulator էր դրած եւ այլն, ասեց այո, ու մենք հրավիրեցինք այդ մարդկանց, ծնողներին, երեխաներին եւ այլն, որ իրենք մասնակցեն մեր կոնֆերանսին եւ ի զարմանս բոլորին ինքը բարձրացավ բեմ եւ սկսեց իր ելույթը այսպես ես այսինչն եմ եւ ես ունեմ էպիլեպսիա։ Սա ցնցեց ամբողջ այդ սրահը, որովհետեւ ոչ ոք չէր սպասում, որ կատարում կատարցի աղջիկը վեր կենա եւ պատմի իր հիվանդության մասին։ Այ մենք էլ պիտի այդպիսի հասարակություն ունենանք։ Երբ որ ունենանք, երբ որ ինչ-որ մեկը վեր կենա եւ ասի իրեն վիճակի մասին, իրեն ցնցումների մասին եւ այլն, ինձ թվում է մարդիկ կարող է ուշքի գան։ Այո, եւ ի վերջո աշխարհում շատ համաշխարհային դեմքեր ունեցել են էպիլեպսիա։ Դոստոևսկին, տաղանդավոր հանճարեղ առաջնորդներ, Վան Գոգը, Նապոլեոնը, այո, եւ Ժաննը դ'Արկ, այո, եւ ովքեր են եղել նրանք, ինչ կյանք են ունեցել եւ ինչ հեղաշրջումներ են արել աշխարհում։ Այո, եւ կարևոր մի հարցի էլ անդրադառնանք, որովհետեւ դա էլ կապ ունի կյանքի որակի հետ, շատ հաճախ ասում են էպիլեպսիան գենետիկ է եւ եթե այս աղջիկը կամ տղան ունի էպիլեպսիա, ուրեմն իրենց գենում կա, չգիտեմ, այսպես կլինի, այնպես կլինի, բայց ես ի զարմանս ինձ իմացա, որ էպիլեպսիան փաստորեն միայն գենետիկ չէ։ Այո։ Գենետիկ էպիլեպսիան շատ փոքր տոկոս է կազմում եւ նույնիսկ գենետիկ համարվող էպիլեպսիա 3-ից 4% կարող է ժառանգվել, այնէլ եթե երկու կողմից ծնողները ունենան էպիլեպսիա, մնացած ավելի մեծ քանակը ոչ գենետիկ։ Իհարկե կա մետաբոլիկ տեսակներ, որոնք բնածին են արդեն, մանկական հասակում են առաջանում, ծանր տեսակներ էլ կան, բայց հիմնականում ձեռքբերովի է, գենետիկ չէ եւ ձեռքբերովի էպիլեպսիաները իհարկե իրենք չեն ժառանգվում, մենք չունենք այդպիսի ստատիստիկա, որ ձեռքբերովի էպիլեպսիան ժառանգվի։ Միայն ժառանգական տեսակները, որտեղ կա գենի մուտացիա, քրոմոսոմի մուտացիա, ելի եմ ասում, շատ ցածր է տոկոսը ժառանգման, նույնիսկ այդ պարագայում։ Եվ եթե ինչ-որ մեկը ունի ձեռքբերովի էպիլեպսիա, որովհետև տրավմա է տարել կամ նեյրոինֆեկցիայով հիվանդացել է եւ այդ պատճառով հետո սկսվել են էպիլեպտիկ նոպաները, դա երբեք ու երբեք չի ասում, որ իրեն երեխան պետք է ունենա էպիլեպսիա։ Բացառվում է։
Այնպես որ եթե դրանից են վախենում մարդիկ, ապա ես հայտարարում եմ, որ դա այդպես չէ եւ իրենք կարող են ունենալ շատ առողջ սերունդ։ Եվ տարիքային շեմ էլ չկա, չէ՞։ Այո, 50, 60, 70 չկա տարիքային շեմ։ Մեզ մոտ էլի մեր հասարակության մեջ սխալ այդպիսի ընկալում կա, որ անպայման մանկական հասակում է էպիլեպսիան առաջանում։ Ոչ, ցանկացած տարիքում կարող է առաջանալ, ինչպես արդեն ասեցի, որ 70% էպիլեպսիա ունեցողների մոտ, եթե գլխի MRT ես անում, ոչինչ չես հայտնաբերում։ Դա նորմալ հյուսվածք է։ Կարող է ուղղակի մենք չենք տեսնում, որովհետև ներկայիս տեխնիկական միջոցները, որ 3 տեսլան է ամենազոր ապարատը չի հայտնաբերում դեռ, բայց 9 տեսլան հայտնաբերի, ենթադրենք բջջային մակարդակով ինչ-որ փոփոխություն։ Բայց ամեն դեպքում դա շատ կարևոր է ելքի համար, որ ուղեղի հյուսվածքը առողջ լինի։ Եվ ցանկացած տարիքում, այո, նորից եմ կրկնում, կարող է առաջին անգամ առաջանալ էպիլեպտիկ նոպան։ Մեր նախագիծը երևի կմեկնարկի արդեն հուլիսի վերջին, ամենայն հավանականությամբ, բայց կոնկրետ օրերը կընտրվեն Վիգմորի Մուրացյանի եւ Արաբկիրի թիմի կողմից կհրավիրվեն ծնողները եւ երեխաները, երիտասարդները հարցաթերթիկները լրացնելու։ Շնորհակալ եմ շատ հաճելի եւ օգտակար զրույցի համար եւ եւս մեկ անգամ մեր լսարանին խնդրենք, կոչ անենք, որ ունենան սոցիալապես բարձր պատասխանատվություն, անպայման մասնակցեն, նաև հիշեն, որ էպիլեպսիան դատավճիռ չէ եւ ինչպես իմ հյուրը նշեց, մեզնից ոչ ոք ապահովագրված չէ կյանքի այս կամ այն փուլում ունենալ էպիլեպսիա կամ առհասարակ ինչ-որ հիվանդություն։ Խնդրում եմ, շատ եմ խնդրում անպայման մասնակցել, դրանով կփոխեք ոչ միայն ձեր երեխաների կյանքի որակը, այլ նաև նրանց, ովքեր պետք է ծնվեն նոր եւ ավելի մեծահասակների կյանքի որակը։ Շնորհակալ եմ ձեզ հսկայական աշխատանքի համար։ Շնորհակալ եմ։ Հաղորդման աջակիցն է Հայաստանում առաջին ու միակ գրոհե պաշտոնական առցանց խանութը։ Գնեք որակյալ գերմանական սանտեխնիկա օնլայն shop.grohe.am